Պարոն Սահակյան, խնդրում եմ ինչ որ կերպ կարտահայտեք, էլի իմ ասացի մեջ ինչն էր պրովոկացիա։ Այնքան հստակ էր մեր առաջարկը։ Առաջարկում ենք հանրայինով եթեր, վերջ։ Հետո կասեք, խնդրում եմ, ավարտեմ հետո, պարոն Սահակյան։ Հաջորդ հարցը, այս հրատապությունը խնդրում եմ հիմնավորեք։ Դեռ ամառը, որ սկսվեց մի մասը տպվել, դեռ երկրորդ մասը չէր տպվել, արդեն քաղաքական կոնսուլտացիաներ կային, հանդիպումներ կային, հիմա հնդածս փոփոխություններ ա լինում։ Առաջարկվող փոփոխությունները, պարոն Սահակյան, երկու անգամ շատ են ծավալի առումով, քան գործող սահմանադրությունը։ Այսինքն դուք ներկայացրել եք մի ծավալ, որը օբյեկտիվորեն մշակելու, մարսելու, քննարկելու, եզրակացության հասնելու կարիք ունի, անհրաժեշտություն ունի։ Եվ մենք եթե առաջարկում ենք այդ բաց լսարանը, դուք չպետք է դրանից խուսափեք։ Հաջորդը, ցանկացած օրենք, ասենք բյուջետ, բոլոր հանձնաժողովները քննարկում են, ճիշտ է, կարևոր է քննարկում են։ Սրա բովանդակության մեջ ես նախագծի բոլոր հանձնաժողովների կարևորագույն խնդիրներին առնչվող առաջարկներ կան։ Մասնավորապես, ես իմ բնագավառն ասեմ, կրթության հետ կապված այնքան ռադիկալ բաներ կա, որ դրանք սահմանադրության մեջ դնելու խնդիրը լուրջ պետք է քննարկվի, որ հետո չդառնա պրոբլեմ։ Ինչն է պատճառը այս հրատապության, այս թփշփության, այս արագ խնդիրը լուծելու։ Ինչն է պատճառը, որ արագացնում եք, ուզում եք անել, քաղաքական պատճառ սրա տակ կա, թե իրավական պատճառ է։ Խնդրում եմ ձեր ելույթի մեջ ասեք, ինչն է պատճառը, քաղաքական պատճառը, որ այսպես շատ արագ ուզում եք անել։ Նախ եթե 3 տարին հրատապություն է և այս ամիսների ընթացքը, առավել ևս առաջարկությունների համար երբեք ուշ չէ, նաև ասեմ հետևյալը, որ մենք հարցի քննարկումը անելու ենք հաջորդ լիագումար նիստում, բավականին ժամանակ ունենք, իսկ ինչ վերաբերվում է, որ շատ առաջարկություններ կան, բնականաբար շատ առաջարկություններ պիտի լիներ և ես դա դրական եմ համարում, այդ առաջարկությունները և աշխատում ենք մենք, և դուք եք աշխատում, և համապատասխան հանձնախումբն է աշխատում, սա քննարկումների փուլ է, առավել ևս բացի դրանից, երբ արդեն հանրաքվեի խնդիրը եղավ, կարգ գոյություն ունի, նորից քարոզչության է գնում։ Սիրելի հայրենակիցներ, պատկերացրեք ձեզ ներկայացնում են մի փաստաթուղթ, որը փոխվելու է քաղաքական մոդելը պետության կառավարման մեջ։ Այդ փաստաթղթի հեղինակը ինքը անձամբ չի գալիս, չի ներկայացնում ձեզ եւ չի ցանկանում պատասխանի ձեր հարցերին։ Դուք ինչպես եք պատկերացնում, այս գործընթացը կարող է լինել արդար եւ լեգիտիմ, երբ կա հեղինակ, բայց հեղինակը չթաքնվում է եւ ուղարկում է այստեղ ամբիոն իր կողմից լիազորված անձանց, որոնք ուղղակի իրավաբան տեսաբաններ են եւ քաղաքական հարցերին հնարավորություն չեն ունենալու պատասխանելու, որը նրանք հայտարարեցին հանձնաժողովի քննարկման ժամանակ։ Եթե այսպիսի փաստաթուղթ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, ապա անձամբ այդ հեղինակը, որը երբևիցե չի խոսել սահմանադրական բարեփոխումների մասին, մեկ օրվա մեջ այդպիսի որոշում է կայացրել եւ ներկայացնում է հանրությանը այդ իր որոշումը եւ իր նախագիծը, ապա ինքը անձամբ պետք է ներկա գտնվի եւ փորձի պաշտպանել իր դիրքերը, իր դիրքորոշումը եւ իր նախագիծը։ Մինչդեռ մենք հասկանում ենք, որ այդ անձը չի գալիս, որովհետեւ խնդիր ունի այս փաստաթուղթը ձևակերպել որպես սովորական օրենք, որը կապ չունի քաղաքականության եւ մեր պետության հետ եւ կապ չունի իբրև թե իր վերարտադրման հետ, որպեսզի սա անաղմուկ անցնի գնա, բայց եթե նման փաստաթուղթ է ներկայացվում, ապա անձամբ հենց ինքը հեղինակը նախաձեռնողը պետք է ներկայանար։ Հետևաբար հասկանալի է, որ այս ամենը միտում ունի վերարտադրելու թե հանրապետական կուսակցության իշխանությունը, թե Սերժ Սարգսյանի։